Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Facebook-յան ընկերներ, TikTok-յան հետևորդներ, YouTube-յան հետևորդներ։ Այսօր եւս դատական նիստը ուրեմն հետաձգվեց, այսօր դատական նիստ էր, էլի ինձ ծանոթություն չէին ուղարկել, պատկերացնում եք, չեմ ծանոթրել, որ այսօր հուլիսի 29-ին ժամը 17:30 դատական նիստ է։ Ուրեմն դատական նիստի վերաբերյալ ինձ տեղյակ ապահովում հանրային պաշտպան Մեհեր Մանգասարյանը 2-3 ժամ շուտ, որ այսօր դատական նիստ տեղի ունենալու, բայց դատարանից ինձ ոչ ծանոթել են, ոչ էլ զանգահարել են։ 5:30 եկել եմ դատական նիստերի դահլիճ, ուրեմն դատական նիստերի դահլիճում երկու պարոն Մանգասարյան, չգնաք, մենք խոսենք, նոր կգնաք, հա։ Հիմա ուղիղ եթերում եք, մի րոպե խոսեմ ժողովրդի հետ, հեսա գնանք։ Մի վայրկյան։ Ուրեմն այս դատական նիստի ժամանակ զննվեց հետո բանը, ատրճանակը, այնտեղ դուժողի հետ կապ չկարողացան հաստատեն, այսինքն Ռուզաննայի հետ կնոջս հետ չկարողացան կապ հաստատել։ Ուրեմն բացի այդ երկու հոգի էին եկել որպես վկա ներկայանալու, Մարիամ ազգանունը չեմ հիշում ինչ անել Մարիամ։ Մյուս եթերի ժամանակ ճիշտ եմ ասեմ ինչանա, կանանց աջակցման կենտրոնի հեռախոսա Վարուհուն էին կանչել որպես վկա, հետո մի հատ տղա էր եկել, էլի երկուսն էլ ինձ անծանոթ։ Էդ երևի շոֆերն էր իրան բերող, եկել էին դատական նիստերի դահլիճ։ Այդ շոֆերը արանքից դուրս եկավ, դրան ոչ մի հարց չտվեցին, ոչ մի բան։ Այդ Մարիամ Ավետիսյանը հարցերը հետևյալն էին։ Դուք տեսել եք, հա, այտենց վիզուալ տեսել եմ Ռուզաննային, իսկ Արմանին ճանաչում եք, Արմանի ենթադրաբար եմ ճանաչում, ուզեցավացի երևի հեռուստացույցով եմ տեսել կամ չգիտեմ, YouTube-ով եմ տեսել կամ սենց կամ նենց, բայց իրականում Արմանին չեմ ճանաչում, չեմ շփվել, բա որ չես շփվել, չես ճանաչում, ինչի համար ես եկել վկա որպես ներկայանալու, ինչի համար, որ դու ասես, որ դու բանը կանանց աջակցման կենտրոնի հեռախոսավարուհին ես, ասում ես հեռախոսավարուհին եմ, Հայկանուշը քույրը զանգ ա տվել բանից ռուսական համարով WhatsApp-ով, ուրեմն ասել է, որ բանը երեխաները եւ կինը բռնության են ենթարկվում։ Այդ տանը ասում է, ես այդ ազանգը գնացել եմ անմիջապես 1:02 ասում է զանգահարե, հա, այդ է եղել, այդքան բան։ Ու թողեց դուրս եկավ գնաց, այսինքն դատավորը ասեց դուրս եկեք դուք։ Նորից դատավորի գլխավորությամբ ինձ նորից թույլ չտվեց, ես ասեմ ամբողջական իրականություն թե ինչ է տեղի ունեցել, որ ես առհասարակ ես ընտանեկան բռնություն բառակապակցության вообще ես ամեն ինչի հետ ես ընդհանրապես կապ չունեմ։ Նորից ինձ կաշկանդելով հելեք, նստեք, կանգնեք, մի խոսեք, հիմա դուք չունեք խոսելու հնարավորություն, երբ որ կասենք այդպես խոսենք, սանկցիա կկիրառենք, եթե մի հատ ասեք նորից կկիրառենք, սենց կանենք, նենց կանենք, մի խոսքով զննեցին այդ զենքը, զենքն էլ զենք կլինի։ Սիթիները թափած ասեն խոսքի օրինակ։ Ոչ թույլտվություն կա, ոչ մի բան։ Օթաճնշիշ խլապուշ կա, ոչ դեպքիդ պահեմ կրակեմ, ոչ մի բան չի լինի։ Այդ էլ տունը շպրտացել է։ Նվեր են տվել, այդպես մնացել է տունը։ Ինչ զենք, զինամթերք, ինչ են հավայի խոսում։ Սպլաշնոյ սարքոցի։ Ուրեմն նորից հիմա դատը հետաձգվավ սեպտեմբերին, պատկերացնում եք, դուժողի հետ չկարացա կապվում են, վիդեո բանը դրեցին, որ բանը եկել այնտեղ ասում են յանի ես դուռ եմ փակել երեխեքին չեմ թողել դուրս գան տնից ես կոմեկում էդի վերից ես դուրս եկա որովհետև այնտեղ քնիշտել եկամ ապացուցեցի ես որ այնտեղ ոչ դուռ կա ոչ դուռ կա այսինքն զվենե զամոք չկա բան չկա ես չէի կարող ոչ դուռ փակի ոչ մի բան այդ էլ որ ասում են լոմով դուռը փակել է այդ լոմը ուղղակի sense դրանը հենում ես որպեսզի դուռը չբացվի երեխան չբացի Ռուզաննայի հայրական բան մասին դա իմ տունը չի, դա իմ կենցաղը չի, ես այդ Բարդակ խանի հետ ընդհանրապես կապ չունեմ։ Դա ուղղակի այդ ֆորս մաժորի ժամանակ Եվյանի տնից որպես դուրս բերեցին, այդ ժամանակ իմ աներձակս կնոջս եղբայրը եկավ ընկավ ոտերս խնդրվա, բարի գնանք մեր տուն, արի գնանք իր հերնումերը գնացինք վեշերը այնքան որ տարանք այդտեղ, որ մինչև հասկանայինք, վարձով տուն ճարեինք, մնայինք մինչև մեր դատական հարցերը լուծեինք, այդ պարտադիր բաժնեմաս ունեցող ժառանգ լինելու հետ կապված Նիկոլ Դումանի մեկ նախկին նախիմը, որտեղից որ ոստիկանները եկան մեզ տանից ան։ Մենք ընդհանրապես իր հայրական տանը կապ չունենք։ Իր հայրական տունը բոմժանոց է, բարիս ծայր է եւ ծայրաստիճան իմաստով կարան գնանք տեսնենք։ Ռուզաննայի հայրական տան մասին է խոսքը։ Ու այդ վիդեոն դրել ես թե այդ տունը նկարահանում մեջերը թե հայատները մնացած։ Ոչ դուռ կա, ոչ փոխտիկինը դուռը դրած ոչ մի բան չկա, պատկերացրեք մի խայտարակ վիճակ։ Ու մենք այդ ֆորս մաժորային իրավիճակում ես չէի ուզում գնա եկան ընկան չոքերես համոզեցին, արի գնանք ոչինչ մի օր երկու օր ախպեր միջև տենանք ինչ ալնում։ Նա տուն վարձենք ախպեր գեթակ սենց մի կերպ սենց ասի լավ դե ջանդա մետամ այս վեշերը տանեմ այդ րոպեին միջև հասկանանք ինչ ենք անում, հոմ չենք ելնի, եթե ենք հուվիրանոցները ստեղ ընդեղ։ Տարանք այդ վեշերը ընդեղ տեղավորացեցինք ու տենց։ Ու սենց ընկանք պատմության մեջ։
Հիմա էլ նորից դատը հետաձգին սեպտեմբերին, այսինքն հիմա պետք է Զելենսկուն զանգենք, ասենք հանգարց որտեղ որ Ռուսանանն է, երեխաներն են, այդ կողմի վեհտուղության վրա, բանը բալիստիկ հրթիռ չթողես, կամ բայրակտար չթողես։ Ուրեմն իմ երեխաներից մի հատ մաս պակասավ, դատավոր չէ, դատախազ չէ, ով ուզում անի, սաղդ պատասխան եք տալու, սաղդ, ձեր գլխով պատասխան եք տալու, այսպես բանանելու համար, որ ես ընդհանրապես կապ չունեմ, այսպես օրերով, ամիսներով ձգում են, նայեք, սկզբից դեպոնացումը արեցին հունվարի, ուրեմն 27-ից ուրեմն նիստը նշանակեցին փետրվարի 18-ին, փետրվարի 18-ից ուրեմն նիստը հետաձգեցին ապրիլի 9-ին, ապրիլի 9-ից ասեցին կարակել չգաք, սկիզբ նիստերի էլ չեկա, ուրեմն հետաձգվում է հունիսի 24-ին, հունիսի 24-ից էլ հետաձգեցին ուշանալու համար 3 րոպե ընդամենը, ես էլ արդեն ուշացել եմ իրաց դրա մասին, ուրեմն հետաձգեցին հուլիսի 29-ին, հիմա հուլիսի 29-ից հետաձգեցին սեպտեմբերին։ Դուք հասկանում եք ինչ են անում։ Այսինքն այս ընթացքում ես կետամ կաբելով կրիշից կխեղտեմ ինձի, կկախվեմ, մոստից կգցեմ, չգիտեմ այնտեղ ինչ երեխեքս այնտեղ նա սնայլատ կթողեն, երեխեքս կզոհվեն, մի բան կլինի հետ լեզուս պապանձվի Աստված ոչանի։ Ինչ կլինի մարդիկ իրար կմորթեն, կտան կառնեն, կվերցեն իրենց վերջին չի։ Այսինքն իրանք հիմա նպաստում են ընտանիքի քայքայմանը։ Դատավորը, դատախազը, իրաց փաստը շրջանառությունը այդ ձգձգումը։ Հիմա մյուս սեպտեմբերին կասեն նորից դուժող հետ չկարացանք կապնվենք։ Հերախոս չէր վերցնում դուժողը։ Ուսեն շարունակ, ասի քո հոգեկան աշխարհի վրա են խաղում։ Քո հավասարակշռության վրա, որ դու գնաս ապօրինի սահման հատես, ասնես, ասես, հենա հելա գնաց, անցավ։ Այսինքն քեզ դրդում են ծայրահեղ քայլերի պատկերացիք։ Պատկերացիք, այսինքն իրանք նպաստավոր պայմաններ են հիմա ստեղծում, պլատֆորմ են տվել հանցագործ բոզի տղեկի համար, հանցագործ բոզի տղեկի համար, որ հիմա իմ ընտանիքին այդպես կալմչել են, այ հիմա սաղ ռեգիրովքի կտալիս են, հիմա ուրախացել են, ասում են, ինչ լավ է, մի հատ էլ մի երկու ամսով ձգվավ։ Ու դատավորը, դատախազը, այս մարդիկ, այս շենքում նստած, այսենց իրենց ձգձգումներով քայքայում ու քանդում են մարդկանց տները։ Առանց իրականությունը իմանալու, առանց ինֆորմացիոն բլոկին տիրապետելու, անցած դատական նիստի խաբար չէին, որ դուժողը երկրում չի։ Քրեական հետապնդում հարուցող դատախազը սեկտը չի ստուգել, ելա դատական նիստերի դալիճ դատի է մասնակցում։ Ինձ է հարցնում, ասում Ռուզաննա ստեղա թե ստեղ չի։ Պարոն Փաշինյան, հանեք այս շենքերից, այս դատավորներին, այս դատախազներին, մաքրեք այս շենքերը այդ նմանատիպ մարդկանցից։ Չեն թողում մարդիկ ոչ խոսան, ոչ իրանք արտահայտվեն, ոչ ասեն, անընդհատ քեզ կաշխանդում են, չեն ուզում լսեն դու ինչ ես պատմում ընդհանրապես։ Միակողմանի թղթերի մեջ դրած իրանք ասելիքը կարդում են, սենց պրոստը ֆորմալ բնույթով, սենց վիզուալ, ու վсё փակում են, մյուս դատական նիստը չակուճը խփում, վсё գնացիր։ Ոչ լսում են ինչի մասին է խոսքը, օբյեկտիվ քննություն, ոչ մի բան։ Այս ինչ հայտարարությունն է։ Այս ինչ եք անում դուք մարդկանց ընտանիքների հետ։ Սեկտը վրես փակել են չեն դուրս գամ երկրից։ Դատնել ես ամիսներով հետաձգում են, արդեն մի տարի է լավ։ Ինչ անենք, պարոն Փաշինյան, ասեք մի հատ հասկանանք։ Տիկին Սրբուհի Գալյան, ինչ անենք։ Դուք եք արտարդատության նախարարը։ Հիմա դուք ես ուրախացա, ասեցիք դատերը 1 տարուց ավել էլ չի հետաձգվի։ Վերջապես ասեցի բարդ տիրոջը, ձերները ստեղ հասավ երևի։ Մարդիկ էլ հասկացան, որ տարիներով մարդիկ դատ են անում, մարդիկ ծերանում են, սպիտակում են, հələ դատական պրոցես է գնում։ Հիմա տիկին Սրբուհի Գալյան, ձեզ եմ դիմում, պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում, ասում եմ հանեք այս դատական շենքերից նմանատիպ մարդկանց, նմանատիպ որակ ունեցող մարդկանց, որոնց ուղղակի մակուլատուրան փաստաթուղթը դեմները դրած, նայում են միակողմանի, ասում են քրեական հետապնդում հարուցող դատախազը, ասում են բանը չեք կարող կապնվենք, ինքը երկրում չի, երկրում, սեկտը չի ստուգել, խաբար չի կեր դատական նիստ անում։ Այսինքն հիմա դու կեթաս մոստից քեզ կգցես, կապելով կկախվես, մեկին վնաս կտաս, այնրանք ընդ կմեռնեն, սատկեն, ինչ ուզում ալնեն, իրանց վեճին չի։ Ընդհանրապես իրանց վեճին չի։ Գրելան իրանք տանելու նարին թողին գնացին։ Այս հարցով զբաղվեք։ Ինքնաբացարկ եմ տվել դատախազին, որ տվյալ դատախազը իմ գործով ուրեմն դատական նիստը չվարի։ Նորից ես նույն դատախազը եկել է, նորից ես գործով ես դատը վարում է։ Հրաժարվել եմ հանրային պաշտպանի ծառայություններից, նույն հանրային պաշտպանն եկել է, նստել է իմ դատական նիստը վարում է։ Ես ինչ եք դուք անում, ես չեմ հասկանում։ Ինչ է կատարվում, նայ մյուս անգամ խիստ չլնի, նայ անգամ ցես չլնի։ Վախցնում ու գրաժատ են անում մարդկանց, շանտաժ են անում։ Մյուս անգամ սենց անգամ նենց անգամ։ Ջան իմ ինչ։
Եկել եք մարդու ընտանիքի, մարդու մանկահասակ երեխեքի, անչափահաս երեխեքի բազմազավակ ընտանիքը, դերեք քանում եք, հա? Դուք խիղճ, աստված, տուն, տեղ, սրբություն, օջախ, չունեք դուք ոչ մի բան։ Քննչական կոմիտեն իր գործն է անում, ասում է ես կապ չունեմ, դատախազն է։ Ոչ կեմ գլորում է դատախազը ոչ կեմ գլորում է չիմացության վրա, համարը, քրոջ համարը մենակ ունեմ, ասում է Ռուզաննայի համարը, գիտա դուժողի հերոսի համարը չունեմ։ Քրոջը զանգում չեմ եմ գրում, ասում է, մանգի, բա դատախազ ես, ես պտի զանգեմ ընգնեմ։ Մի խոսքով գոյություն չունի դատական համակարգ առհասարակ, գոյություն չունի Հայաստան Հանրապետություն, սիրելի ժողովուրդ։ Պարոն Փաշինյան գոյություն չունի, չգիտեմ 3 գլխանի դև եք ասում, անակոնդա եք ասում, նախկիններ եք ասում, չգիտեմ ում ինչ եք ասում, ես չգիտեմ, բայց նորից եմ ասում։ Հենց արեք այս շենքերը սկսեն աշխատել, հանուն արդարության աշխատել։ Հենց հիմա այս շենքերում հանուն արդարություն բառը ընդհանրապես այս շենքի հետ նկատմամբ չի կարելի կիրառել։ Եթե ասեք հանուն փողի կարող է, ով մի քիչ շատ փող տա, րոպեական հարցը կլուծվի։ Ինձ ասում է մեղքը տնտունի, ասում է արագացված դատականություն անեմ, բայց ես մեղավոր չեմ, ինչի՞ ման մեղքս ընդունեմ։ Արագացված դատանենք, հետո էլ ասում է չեք կարա բողոքարկեք։ Հանրային պաշտպանն էլ եկել է ուզմանցի բանա, ասում եմ մի քիչ շուտ հանդիպենք իրար մինչև 5-ից կեսը, չասում եմ վերջին 15 րոպեում, շուտ 15 րոպեում ասի, չկարանաս որոշում կայացնես, էլի։ Բռնես էշեշ մեղքդ ընդունես, վերջում էլ ասում եմ չես կարա բողոքարկես։ Դուք հասկանում եք ինչի մեջ եք մենք ապրում։ Իմ մղձավանջը հասկանում եք 9 ամիս է ես այս դժոխի մեջով եթում եմ։ Ղախպի տղեկներն ըստաց ուրախանում են, այս բոզի տղա հանցագործները ովքեր որ իմ ընտանիքի հետ են բարվել, ովքեր sense գլխից սարքել են, կնգա գլուխը բժշկել են, կնգան վերբովկա են արել, չգիտեմ ինչ քաքեր են կերել, բաժակի մեջ ինչ են գցել, ինչ քաք են կերել, sense արե ալուկուլարը, շանտաժով, բախցնելով, վիդեոյով, ես իմ ինչով, այս sense վերցե տալը փագել են, սրանք ստենսեկտը փագած պահում վրես չեն թողում, որ ես կարողանամ գնամ իմ ընտանիքի հարցերը լուծեմ։ Նրանք էլ ընդ հերրախոս կացիգորիկ չեն վերցնում, 2 ամիս ընդհանրապես քրտով երեխեքից չեն թողում խոսամ։ Հիմա դուք վերջից զբաղվելու եք այս գործով, թե չէ։ Արագացեք, անհապաղ իմ երեխեքին բերեք, սեկտը բացեք վրիցս, այս մեղադրանքներ հանեք, սիկտիր արեք վրիցս։ Ես կապ չունեմ, եթե ես կապ ունենամ այս մեղադրանքի հետ, պարոն Փաշինյան, ես չեմ վախում ոչ Բերդից, ոչ Գաղութից, ոչ Կաշ քրեակարական հիմնարկից, ոչ Սևանից, ոչ մի տեղից։ Այսինքն գամ ասա Արման ջան, գնա 20 տարի նստի, եկամ կնստեմ, պարոն Փաշինյան, բայց ես սրա մեջ մեղավորություն ընդհանրապես չունեմ։ Ասում եմ, այս բոզի տղեկը գլխից սարքել են։ Կտամ այդ մարդկանց անունները, ազգային անվտանգության ծառայությունում էլ մարդկա, որ աշխատում է, այսպես բոզի տղություն անում։ Իր անունն էլ կտամ, այդ ԱԱՑ-նիկի, որ ոտավորն է, որ սաղ սենց զրիչակները ռուշկեկը քաշում է։ Բերեք սարքերը միացրեք հարցակրնեք ես բոզի տղեկին։ Գլխից սարքեր են ասում, սպլաշնո, ես ոչ կանիք ծեծող եմ, ոչ ես, ոչ են։ Չի ասնելու, ոչ մի ձևի։ Լսում եք ձեզ ինչ եմ ասում, արա։ Լսակ ձեզ ինչ եմ ասում, չի անցնելու արա, դուք իմ ընտանիքը չեք կարալու քանդեք, իմ ընտանիքը գարդոնից ящик չի, որ փչես փլվի։ Դուք բոսի տղուպես այդ աղջկա ուղեղը այդպես թափել եք, այդպես իր համար, չգիտեմ, ես իմ ինչեր եք խոսած, ինչեր եք ասել, արա ինչ վիդեոներ եք դրել շանտաժանում, նայի ցույց կտանք, սայթը կգցենք, մարդու գլուխը կուտենք, երեխեքը թորք կմնան, նայի վիզները ծուղ չմնա, մի րոպե իրեն սամթելը սենց անել են, հենց անել են, ձեր մամային լացստեմ ես արա սաղիտ։ Սաղիտ մամաները լացստեմ։ Վճի վաստակներ եք դուք արա, ես ինչ եք անում արա։ Արագ ես հարցոց ցույցուն տվեք, պարոն Փաշինյան, սպասում եմ ձեզ։ Արագացեք, Սրբույր Գալյան, ձեզ եմ դիմում, արագ խնդրում եմ ձեզ բոլորիդ, արագ շուշուտ այս շենքերի մեջից այս հանցագործներին հանեք։ Ոյ քեզի բանարա, արդար մարդը պատկերացնում եք, ես ինչ եք դուք անում։ Ինչ տարբերություն բերդում նստած ես sense ազատության մեջ, ես ազատությունը հոգեբանական ասում բռնություն։ Տիկին Հակոբյան առավոտից իրիկուն ասում եք բանա, ընտանեկան բռնություն, հոգեբանական բռնություն, բռնության է ենթարկվել կանայք, բռնության է ենթարկվել կանայք, զոհ են կանայք, տղամարդն էլ է զոհ։ Հենց հիմա ես բռնության եմ ենթարկվում։
Տիկին Հակոբյան, բռնության եմ ես ենթարկվում, արդեն 9 ամիս է։ Հիմա էլ կատարանում նստած դատավորը են, դատախազը ինձ բռնության են ենթարկում։ Իրանց գործի է ձգձգմամբ, քննություններով, մյուսով, ճլում ձգում են։ Սառացնելով մարդու մեջի զգացմունքը հիմա իմ տեսադաշտում չի, ես ինչ իմանամ ընդ ինչով է զբաղվում։ Ինչ իմանամ իմ երեխեն ինչով է զբաղվում ամեն պատի տակ, ես չգիտեմ ստեկամ ընդեղ։ Այսինքն սրանք նպաստում են այդ հանցագործներին պատկերացրեցիք, որ իրանք այդ իմիտացիոն ձևերով սիրուն իրանց ուզածին հասնեն։ Են վերջում էր որ դու քեզ ասես ոչ թե ցենց են, էլ հատիկից հետո կարմիր ձունումն է պետք։ Դրա մարդկանց տունը քանդում եք։ Ուրեմն մի հատ ռուսաննա երեխեք հետ միասին չեք կարող բերեք Հայաստանի Հանրապետություն։ Այդ բոզի տղեկի անուններն էլ ասում եմ կտամ, սաղ, հաթաթ, օրով, ժամով, պատարակով։ Ով ինչ արի, է փայտը ստանոթած է, ոնց է եկե ջեբս ընկե, ինչ են կազմակերպե առհասարակ։ Ապացույցներով։ Արագացրեք ես վիճակից ինձ հանեք։ Սիրելի ժողովուրդ, մի քիչ հիմա ես նյարդայնացած շատ վիճակի մեջ եմ, մի քիչ չեմ կարող շարունակեմ, հեսա մի քիչ հանգստանամ, նորից ուղիղ եթեր կմտնեմ, արդեն հանգիստ բացատրեմ ինչա տեղի ունենում առհասարակ։ Ու հաջորդական քայլը ինչ ենք անելու։ Լավ մնացեք, մինչև նորից կմտնեմ